Պարոն Սաֆարյան, ձեր տունը նույնպես գերակաշահ է համարվել, Հանրապետության 8-ա տունը, ինչ կասեք այն մասին, թե ինչ իրավիճակ է այս պահին այստեղ։ Ուրեմն ես ասեմ, որ արդեն բազմիցս ներկայացրել եմ, որ Հանրապետության նրբանցք 8-ա տան հասցեն մի տարի 8 ամիս էլ չի գործում, որտեղ ինքներդ կարող եք համոզվել, որտեղ ճանապարհը փակա, շինարարություն են անում, բայց եթե մենք ինչ-որ տեղ նամակներ կամ բաներ ենք ստանում, արդեն իրանք վերում են Ֆիրդուսի փողոցից մեր հասցեն, ճանաչելով հանդերձ, բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել, մնացել է մի հատ ճանապարհ, որ այդ մի հատ ճանապարհից օգտվում ենք։ Ինչ վերաբերում է գերակաշահին, գերակաշահի օրենքը անհիմն օրենք է, դա կառավարությունը պարզապես այդ օրենքը հանել է, որ ժողովրդի աչքերին թոս փչի, որ ասի հա, տեսեք, գերակաշահը հանել։ Խնդրեմ, կարող եք նայել, որ ստեղ ոչ մի հատ գերակաշահի հարց չկա, որտեղ ստե մենակ բիզնես շահերն է խոսում։ Իսկ ինչ վերաբերում է, մենք վիճարկում ենք գերակաշահի, մենք հայցեր ենք ներկայացրել, ուղղակի չգիտես ինչի լսումներ չեն անում, ասում են դատարանները ժամանակ չունեն, գործերը շատ է, եթե նորմալ ղեկավարություն լինի, նորմալ կարգ ու կանոն լինի, դատավարություններն քիչ կլինի։ Կոնկրետ մեր հասցեի հետ կապված 13 հատ հայց կա, նորից 3-4 օրը մի հատ նորից հայց ենք ավելացրել դատավորին, որտեղ դատավորը անհիմն դատավարություններ անելով, պաշտպանելով իշակառուցապատողին, մեր փաստաբաններով խորհուրդ արեցինք, որտեղ մի փաստաբանական խումբ չի աշխատում մեր հասցեի հետ կապված, այլ 3 փաստաբանական խումբ աշխատում, որոշեցինք, որ արդեն անցել ենք, եթե միջ այսօր կառուցապատողին ենք դատի տվել, չգիտեմ, տարբեր մարմիններին ենք դատի տվել, որ այդքան անախորժություններ են պատճառում մեզ, արդեն որոշեցինք դատավորին դատի տանք, որտեղ դատավորը անհիմն դատավարություններ անում։ Ես բազմիցս ասել եմ ու ամեն մի ասածից էլ խնդրեմ, փաստերը ես ներկայացնում եմ, դատարանները չեն թողում, որ տեսաձայնագրություն անեն, բայց այդ ձայնագրություններ կան, կարող են ինքները համոզվել, որ այդ ձայնագրություններով իրանք իմանան դատարանները ինչ տեսակի շոուներ են սարքում։ Դրանք պրոստը ես կարող եմ այնպես միշտ էլ ասել եմ, կարելի է ժպտալ այդ դատավարությունների վրա, որտեղ էժանագին շոուներ են դրանք կազմակերպում, իշա կառուցապատողին։ Ես բազմիցս ասել եմ, խնդրեմ, թող ինձ կանչեն, ես փաստերը ներկայացնեմ։ Եթե ես փաստերը չկարողանամ ներկայացնեմ, փաստեր չլինի, ուրեմն մարդկանց կբերեմ, մարդիկ էլ վկայություն կտան, որ այս ինչ դատավարություն է։ Կոնկրետ դատավարությունը գնում է, մենք գնում ենք, այդ դատավարությունը տևում է ընդամենը 7-ից 10 րոպե, այն կողմը չի գալի, չգիտես ինչ պատճառներով դատարանը որոշում է կայացնում իրանց օգտին։ Հա մենք մեզ պատրենք, մեզ տրաքացնենք, մեր փաստաբաններն ասեն, որ դա թենց չի, սենց է։ Ուղղակի այդ օրենքները լրիվ անտեսվում է, չնայած մի այդքան լավ օրենքներ էլ չի, որտեղ այդ օրենքները բոլորի համար պետք է լինի, ոչ թե մենակ սեփականատիրոջ համար պետք է լինի այդ օրենքները, այլ կառուցապատողին էլ լինի։ Հիմա նայեք, օրենքով տված է, որ լյոտը պետք է մաքրվի, չէ, իր բնակիչներով կլինեն, չգիտեմ, ատկադներ տված կլինի, քաղաքապետարանից հողեր առած կլինի, բազմիցս ասել ենք, հիմա որ կանգնած ենք, ասում են, էսի 39,000-ով վաճառված հողեր է կառուցապատողին։ Հա, պետք է այդ լոտերը մաքրի, նոր ինքը կառուցապատում անի։ Իսկ խոսեմ, ժողովուրդը ապրում է, ստե բնակիչներն ապրում են, շատ Քանի բնակիչ է մնացել։ Դե բնակիչ որ ապրում են այստեղ։ Որ ապրում են երևի մի 18-20 սեփականատեր կա, ամբողջ լոտերի հետ կապված, ոչ թե մենակ այս լոտի հետ, իսկ Elite Group-ի լոտի հետ կապված է մի 7 հատ սեփականատեր ենք մնացել։ Այդ 7 հատ սեփականատերն էլ դե հիմա չգիտեմ, մեկ տեսար երակի տակ ընկնում են, անընդհատ գալիս են, ուզում են պայմանավորվածություն ձեռք բերեմ, մեկ է տեսար արդեն ամիսներով ֆորում են, չկա, ու այս կեղտի փոշում էր, հիմա լավ է, քանի որ օրինակ այս շենքերը, որոնք կառուցվում են, ձեզ այդտեղ բնակարան չեն տրամադրի կամ հիմա նման բանակցություններ ունեցել։ Վերջի բանակցությունների ժամանակ առաջ ոնց էր, առաջ ասում են, չէ, ստե դուք տեղ չունեք մնալու բաման, հիմա թե իրանք են ներնգել, թե մենք ենք լեննգել, հիմա բնակարաններ առաջարկում են։ Բայց առաջարկներն գիտեք ոնց ալնում, առաջարկները 4 տարի պայմանագիր է կապում հետը,
ու հիմա ես բարձ հստակ թվաբանության հաշվար գոյություն ունի։ Իրանք վաճառում են $4000 քառակուսի մետր, իրանք զրոյական վիճակը 4 տարի պետքա ես պայմանագիր կապեմ, իմ ամբողջ Գերդաստանով գնամ չգիտեմ որտեղ ապրեմ, որ գամ իրանք զրոյական տունը 4 տարի հետո գնեմ $4000, որ հիմա չգիտեմ էլի, թե ինչքան է ժամանակ կավելացնենք, որ մեր կենցաղը ապահովենք, չեմ կարող ասել։ Հիմա կառուցապատողն ասում է, որ դատարանները որոշել են $1800 ենք տալի, 1200-ը մենք ենք տալի, $3000 քառակուսի մետրի։ Բայց ես հիմա ձեր միջոցով դիմում եմ կառուցապատողին, ինքը իր վաճառքի գները չի ասում, որ մեր տված գներն է ասում։ Թող ինքը իր վաճառքի գինն ասի, որ հանրությունն էլ, օրինակ կոմենտներ են գրում, անհիմն կոմենտներ են գրում, ասում էլ ինչ եք ուզում։ Դե հիմա կոմենտներ գրողներին ասա, որ հարգելիս ինձ $3000 տալիս են, ես պետքա գնամ 4 տարի ուրիշ տեղ վարձ տամ, 4 տարի հետո չգիտեմ, մեզ եք սատկի, թե շատեր եք սատկի, ես կառավարության ոտերը շատ կարճ եմ, մեկը։ Ես չգիտեմ, ես ավարտական կարան ստանամ, ես կառավարություն իշխանությունը, որի հայտ գա սրանց ավարտական կտա, որտեղ սա ավազի վրա հիմքեր է դրածել։ Ստե չգիտեմ, հիմք չկա։ Կառավարության ուղղորդումով, դատարանների ուղղորդումով կառուցապատողները ոնց ասես, նենց է վերաբերում են սեփականատերերի հետ։ Ու հիմա այս պահին ես հիմա հանրությանը դիմում եմ, թող իրանք վերցնեն թուղթ գրիչ հաշվար կանեն, որ անիմաստ տեղը սուտի կոմենտներ չգրեն։ Ես 4 տարի ուր գնամ ապրեմ իմ Գերդաստանով, վարձեր տամ ու 4 տարի հետո չգիտեմ կլինի թե չի լինի, հետո զրոյական վերցնեմ։ Խնդրեմ, կարող եք նկարել իմ սեփական հայատնա, ստե 20 հատ մեքենա կարող եք կանգնել։ Վերևը իմն է, ներքև իմն է, կողքեքը իմն են։ Ես գնամ են կվարձիրեն, վերցնեմ Ենթադրենք հավասարի չափ կվարձիրեն վերցնեն, ոչ վերևն է իմը, ոչ ներքևն է իմը, ոչ կողքեկն է իմը։ Դե թող դրա համար պատասխան տա։ Թե հիմա կառավարությունը պատասխան կտա, թե կառուցապատողը պատասխան կտա, ո՞նց էր առաջ, մինչև այս հեղափոխությունը ո՞նց էր, սեփական տները կվարձիրաներս պետքա 40% իրանց արժեքները բարձր լիներ։ Ինչի եկան հիմա 40% իջացրեցին գները։ Ինչ չգիտեմ, երկու հատ պանելային շենք պետք է առաջարկեն։ Չկա այդ ձև բան։ Եթե կգան հանեն դատարանը կորոշի, էլի մուրճը խփի կասի, վсё, գերակա շահը, թող գան հանեն, հետո թող պատասխան տան։ Մինչև հիմա միջազգային դատարանների վնասները քաշում են ժողովուրդը։ Իսկ հիմա եթե կառավարությունը որոշում կայացնի, ի՞նչ է նշանակում։ Նայեք, առաջայցյան գոյություն ունի, վերաքննիչ կա, վճռաբեկ կա, սահմանադրական կա, հերիք չի մի հատ եվրո դատարան։ Բոլորը անտեղի տեղը փողեր են աշխատում։ Ինչի համար։ Բայց մի հատ դատարանով հարց չի կարամ, լուծի մի հատ սեփականատիրոջ հարց չեն կարամ, լուծեն, որ 23 հատոր գործ կա մեր հասցեի հետ կապված։ Հետո էլ ասում են դատարանները ժամանակ չունեն։ Իհարկե չեն ունենա, եթե մի հասցեի տակ անհիմն ձևով 23 հատոր գործ կազմեն, ինչ-ինչ սեփականատերերին ունա զրկեն տներից, էլ որտեղից էլի ժամանակ դատարանների։